Անհրաժեշտ օգնություն։ Վնասվածք է ստացել։ Վնասվածք եմ ստացել, բժիշկներին ինձ օգնություն են ցույց տվել, մերսի շնորհակալ եմ բժիշկներից։ Որտեղի բժիշկները։ Մեր Աբովյանի։ Իսկ վնասվածքը որտեղ է ստացել։ Այդ չեմ։ Լարիսա Միքայելյան, բնակվում եմ Արամուս գյուղում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում, եւ այս ամեն ինչը կազմակերպեց պարոն Զորաբյան Սամվելը, որպեսզի երեխայից դպրոց թույլ չտա։ Անջատեց հասարակությունից ու զրկեց գրել կարդալու իրավունքից։ Հիմա ես չգիտեմ ոնց կարելի է այս հարցին, խնդրում եմ ամեն կերպ լուծում տվեք, դրական լուծում տվեք, որպեսզի երեխան գոնե գրել կարդալ իմանա։ Չնայած արդեն ուշ է, բայց ամեն դեպքում խնդրում եմ, իմ խնդրանքն է այս։ Լավ, իրենք քանի հոգով են, որ հարձակվեցին ձեր ամուսնու վրա։ Ես տեղյակ չեմ, ամուսնու զանգել են, կանչել են։ Որտեղ։ Գյուղի մեջ երևի, ես տեղյակ չեմ։ Ինքը գնացել է մի ժամից հետո տենց կրտված բերել են ամուսնուս տուն, օգնել են, տեսել են ծանոթներ, գյուղի բնակիչներ, չգիտեմ։ Իրանք բերել են տուն։ Իսկ հիմա ո՞նց է ձեր ամուսնու վիճակը։ Դե կարելի է հարցրել բժշկին ավելի լավ այդ մասին։ Ես միջին ծանրությանն է, դե գլուխն է վնասվել, ծնկներն է վնասվել, ձեռքն է կոտրվել։ Իսկ երեխան ինչքան ժամանակ է դուրս է մնացել դպրոցից։ Արդեն 3-4 տարի է, արդեն որ երեխան դպրոց չի հաճախում։ Դպրոցից դուրս հանելով մենք փորձեցինք տանել երեխային Երևան հատուկ դպրոց, Մասիվի հանրակրթիվ 17 հատուկ դպրոցը, երեխաս չկարողացավ այնտեղ հաճախել, չկարողացավ շփվել, կարող եք այնտեղ հարցում անել, տնօրենի հետ մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, միևնույն ժամանակ չկարողացանք երեխային տանել, բերել ամեն օր այդ կարգով։ Այսքանն է։ Դուք դիմել եք նաև մարզպետին, չէ՞, Կոտայքի։ Դիմել եմ մարզպետին, մարզպետը պատասխանեց, որ անպայման դրական լուծում կտա այդ հարցին։ Ես ճիշտ ասած հուսով էի, որ անպայման երեխես կգա գոնե դպրոց, քանի դեռ ուշ չի։ Արդեն անցավ մի ամսից ավելին, բայց ոչ մի բան չեղավ։ Դրանից հետո ես այդ ամեն ինչը տեղի ունեցավ ժողովի ժամանակ, ընդհանուր ժողովի ժամանակ մարզպետը գյուղում էր, ես խնդրեցի, որ իմ հարցին լուծում տան տնօրենի ներկայությամբ։ Ճիշտ ասած տնօրենն այդ ժամանակ շատ զայրացավ, չգիտեմ, տենց կոպիտ արտահայտություններ արեց, ես չեմ կարող ասել, ես չկարողացա դեպի։ Ու հիմա դուք վստահ եք, որ ձեր ամուսնու նկատմամբ հաշվի հարդարը կատարվել է տնօրենի հանձնարարականով։ Անշուշտ, իր հանձնարարությամբ